ինքը չկար գալու է կամ հիմա որ ինքը հելնի գնա օրինակ մուղնի եկեղեցի գնալու է այդտեղ Հա այ մարդը Փաշինյանը կա Փաշինյանի հետևից են գնում Պարոն Խաչատրյան, այս եկեղեցու հետ Համի որ Փաշինյանը գնա գնի ձորը պետք է եկեղեցու հետ կապված Բայց ձորը Ինչ գիտես այդ շուրջ տեղի ունեցող այս իրադարձությունների հետ կապված օրինակ դուք ինչ խորհուրդներ եք տվել Նիկոլ Փաշինյանին Տվել եմ հիմա չեմ հրապարակելու կամ տվել եմ կամ չեմ տվել հիմա ընդունել է այդ խորհուրդները որ տվել եք եթե տվել եք Չեմ ուզում դա հրապարակայնացնել մեր խոսակցությունը ես արդեն պատասխանեցի Խաչատրյան այդ հավաքը որ նախատեսվում է Էջմիածնի հավաքը երբ է լինելու Չգիտեմ երբ է գրոհելու մայրը Խորհուրդ չեք տվել օրինակ երբ նպատակային կլինի գնալ Ինչպես եք պարոն Խաչատրյան պատկերացնում վեհապարին հեռացնելու գործընթացը Կհեռացվի գրոհով եք հեռացնում ինչ որ մարդ Խաղաղ Ոչ չհեռանա Կհեռանա Ինչ համոզելու եք ինչ եք անելու Կհեռանա Համոզելու եք օրինակ եք ծառայելու ինչ եք անելու Դուք օրինակ ինչ խորհուրդ եք տալիս Նիկոլ Փաշինյանին ինչ ճանապարհով հեռացնել Խաղաղ ճանապարհով Ձեզ ով ասել որ ես իան դարձով խորհուրդ եմ տալիս Բա որ հարցեր Դուք դա որպես փաստ եք ներկայացնում Հիմա մենք ինչ ենք քննարկում ժամանակաշրջանում քանի որ Հիմա ինչ ենք քննարկում մենք վարչապետ մի րոպե հիմա դե մենք վարչապետի հետ ինչ ենք քննարկում ինչ հանձնարարականներ այս տալիս թույլ տվեք ես դրա մասին հրապարակային չխոսեմ եթե պետք է լինի վարչապետը դրա խորհրդական ինստիտուտը մի տեսակ շատ արհեստական է ում պաշտոնից վայ ջան դա մենակ քեզ է թվում Բա որպեսի ինձ չթվա ու մեզ իմ գործընկերներին դրա համար մի քիչ մանրամասնեք դուք խորհրդականները ինչ եք անում մեր հարկերի հաշվին տարբեր հանձնարարականներ եմ կատարում մարդկանց քաղաքացիների հետ եմ հանդիպում քննարկում եմ վարչապետի հետ Օրինակ այս խնդիրը եկեղեցու հետ կապված քննարկել եք քաղաքացիների հետ Քաղաքացիների հետ Որ նշեցիք քաղաքացիների հետ քաղաքացիների հետ տարբեր հարցեր են քննարկում ասենք անձնական, սոցիալական, չգիտեմ, տարբեր տեսակի հարցեր են քննարկում Եվ փորձում ենք քաղաքացիներին օգնել Իսկապես դուք խնդիր չեք տեսնում այստեղ, որ իշխանությունը ոտնահարում է սահմանադրությունը 18-րդ հոդվածը, եթե ճիշտ եմ հիշում, եւ միջամտում է եկեղեցու գործերին։ Դուք այստեղ խնդիր չեք տեսնում։ Հարց չի առաջանում, եկեղեցին ինչու է միջամտում կամ ինչու է քաղաքականությամբ զբաղվում։ Երբ որ կաթողիկոսի մակարդակով հրաժարական է պահանջում եւ ժողովուրդը այդ հրաժարականը չընդունեց եւ պետք է կաթողիկոսը Կտրիչ Ներսիսյանը ավելի ճիշտ պետքա նամուս ունենար եւ հրաժարական տար 21 թվականին որովհետեւ ինքը իր հետևորդներին կոչ էր անում որ չընտրեն այս իշխանությանը եւ ժողովուրդը գնաց եւ ընտրեց եւ դրանից հետո պետքա Կտրիչ Ներսիսյանը պարզապես մեղմ ասած նամուս ունենար եւ հրաժարական տար Դրանից հետո մի քանի տարի է անցել ինչու հիմա ընտրությունից հետո 21 թվականից մի քանի տարի անցել ինչու հիմա իշխանությունը այս արշավը սկսել եկեղեցու դեր Ինչ արշավ ինչա նշանակում արշավը Մենք որպես ես սա իշխանության խնդիր չի սա ձեր մեր բոլորիս խնդիր Չէ, ես դերանության եմ խոսում, որտեղ դա ձեր խնդիրն է, որտեղ եթե Կտրիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտում է, դա ձեր խնդիրը չի։ Չէ, մի րոպե ձեզ հարց եմ տալիս, եթե Կտրիչ ես ուզում եմ դուք էլ իմ հարցին պատասխանեք, եթե Կտրիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է։ Դա իրենց կանոնակարգն է։ Խախտ է, ասինքն ճիշտ արել որ խախտ։ Եկեղեցում իրենց հարցերը լուծեն, դա իշխանության։ Չէ, բայց մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, մենք պետքա պահանջենք, որ ինքը հայ առաքելական եկեղեցին քրիստոնյաների աչքերում բարոյալ լքելը եւ բարոյա զրկելը դուք դա ճիշտ եք համարում։ Դա եկեղեցում բարոյա լքում ու բարոյա զրկում են մի քանի տասնյակ հոգևորականներ։ Սա եկեղեցու բարոյալքման եւ հեղինակության հետ խախտել եք կուսակրոնության ուխտը, պարոն Խաչատրյան, դուք փաստեր ունեք, որ ասում եք խախտել եք կուսակրոնության ուխտը։ Հա, երեխա ունի։
Փաստ կա, որովհետև Դուք չգիտեք այդ փաստը։ Դուք կորորեն մեկ հավատացեք։ Ձեզ ինչ պետք է հավատում եք ինչ պետք է։ Դուք օբյեկտիվ դուք որպես լրագրող, հարգելի սիրելի լրագրողներ, դուք պետք է հանրությանը դա ձեր պարտավորությունն է, եթե չեմ սխալվում, օբյեկտիվ ինֆորմացիա տրամադրել։ Պարոն Խաչատյան, եթե մենք Դուք օբյեկտիվ տեղեկատվություն չեք տրամադրել։ Դեում է, որ ես բան եմ ասում, հարց եք տալիս, պատասխանը լսում եք, մեկ փորձի հակառակը ապացուցեք։ Մենք հակառակը ոչ թե ապացուցում ենք, մենք պետք է դա իսկությունը, ինչպես դուք եք ասում, օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրենք։ Հիմա մենք դուք ինչի հիման վրա եք ասում, որ ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի։ Ուր է այդ փաստը։ Ինքը հրաժարվել է այդ փաստից։ Ինքը Չէ, բազմաթիվ անգամ ասվել է, որ ինքը կուսակրոնության ուղտը խախտել է, երեխա ունի։ Ինքը ով է ասել դրա մասին։ վարչապետն էլ ասել, բոլորն էլ ասել են։ Վերաբահորեն եւ անվստահորեն պետք է վարչապետը փաստերի հիման վրա է ասում։ Եվ այդ փաստը դե թող փորձի հերքի։ Չի կարող հերքի։ Թող փորձի հերքի։ Պարոն Խաչատյան, հիմա դուք գնում եք ձեր կառավարության, ձեր իշխանության Իսկ որ դուք ասում եք, որ եկեղեցու հեղինակությանը վրա ազդեցություն է բարոյալություն եւ դա հենց այդ նորից եմ կրկնում մի քանի հոգեվորականներ Կտրիչ Ներսյանի գլխավորությամբ եկեղեցու հեղինակությունը գցեն։ Պարոն Խաչատյան, մի քանի հոգեվորականներ են միացել եկեղեցու դեմ այս արշավին։ Ընդհանրապես որ մի քանի հոգեվորականներ են միացել, այսինքն հոգեվորականության մեծ մասը հոգեվորականների դեմ են արտահայտում այս արշավին։ Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում շատերը կմիանան։ Ինչպես հրահանգելով։ Ոչ։ Իրենց խղճի մտ ոչ, իրենց խղճի մտով։ Պարոն Խաչատրյան, կտեսնեք, որ կմիանա։ Ձեր իշխանության մոտ այդպիսի անդույթ կա, մարդկանց անձնական, այսպես ասած, անձնական կյանքը քչփորել։ Օրինակ, Հովիկ Աղազարյանի հեռախոսի պարունակությունն էիք անել, հրապարակային դարձրել։ Հիմա մտել եք հոգևորականների ընտանիքը, դա նորմալ է իշխանությունների համար։ Ով է մտել հոգևորականների ընտանիքը։ Մտել, ասում եք կաթողիկոսը զավակ ունի, մեկ ասում եք կաթողիկոսը ունի, դա չի մտահոգ, հա։ Օրինակ այդ հարցը, այդ հարցը չի մտահոգ, հա։ Ունի թե դուք հայ առաքելական եկեղեցու վստահ եմ հետևորդ եք, ճիշտ է։ Հիմա դա ձեզ չի մտահոգում այդ փաստը։ Դուք առաջ քաշեց, սա ձեր օրակարգն է։ Ես դա իշխանության օրակարգ չի, դա իմ անձնական վարչապետ որպես քաղաքացի, բայց կամ մարդիկ Պարոն Խաչատյան, ինչի՞ չեք նախաձեռնում այդ ամեն ինչը։ Օրինակ 2018 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանի համար վեհապարի հետ նկարվելը պատմական պահ էր եւ ավելի լավ է ուշ քան երբեք։ Ամեն ինչը իր իր տրամաբանության մեջ արվում եւ ամեն ինչը իր ժամանակին։ Ո՞նց է, որ բոլորը այս վերջին 1 տարվա ընթացքում իմացաք դրա մասին։ Ժորժան, հենց հարցեր եք տալիս ու ասում, ո՞նց եղավ որ նոր իմացա։ Երբ որ իմացաք, այդ ժամանակ է բարձրաձայնեցի։ Չէ, բա մի ժամանակ էլ Արցախը Հայաստան էր եւ վերջ, ինչի հիմա դարձավ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Ինչի համար դարձավ, ասինքն ինչ եք ուզում։ Պարոն Խաչատյան, բայց ձեր թիմակի պատասխանը Պարոն Խաչատյան։ Ինչպես դարձավ։ Ձեզ եմ հարց տալիս։ Ինչպես որ դարձավ։ Ձեր իշխանության օրոք։ Ոչ։ Բա։ Մեր իշխանության օրոք չդարավ։ Դուք երևի մոռացել եք, որ ով է ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը։ Սամվել Շահրամանյանը, որը որ դաշնակցությունն է բերել իշխան։ Մի րոպե, հիմա ես ձեր հարցին, եթե շատ եք ուզում պատասխանեմ։ Երբ որ Սամվել Շահրամանյանը դարձավ Արցախի նախագահ, չէ՞, Քոչարյանը սերժական այսպես կոալիցիան շատ մեծ ոգևորությամբ ընդունեց այդ փաստը եւ օրեր անց Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որպեսզի Արցախի
հանրապետությունը գոյություն չունենա։ Ինչ կապ ունի մեր իշխանությունը ստեղ։ Տեսեք, պարոն Խաչատյան, Նիկոլ Փաշինյանը 44 օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ ինքը փրկել է 20-ից 25 հազար զինվորականի կյանք եւ նշում էր, որ իրեն շնորհակալություն են հայտնում։ Եթե հարցի պատասխանեցի, ով է լուծա, ով է։ Իրական հարց եմ տալիս։ Նիկոլ Փաշինյանը ասում է փրկել է այդ մարդկանց կյանքերը։ Սամվել Շահրամանյանը 150,000 մարդու կյանք է փրկել, եթե մենք այդ տրամաբանությամբ ենք շարժում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է ավելի շատ դավաճան, թե Սամվել Շահրամանյանը։ Նիկոլ Փաշինյանը դավաճան չի, փաստացի այդ ժամանակ պատերազմն կանգնել եւ մի րոպե այդ ժամանակ պատերազմն կանգնել 20 թվականին դանգլերիվ տարբեր բաներ, իսկ Արցախի լուծարումը այլ բան է։ Դուք այդ մեկ փորձի մանիպուլացնել ձեր հարցերով, դուք մեկ փորձի մանիպուլացնել, ինչը ձեզ փորձը մեկ, ասենք, համ հարցը տակ, համ մեկնաբանեք, համ հարցին պատասխանեք, դուք ասում եք ինչպես Արցախի հանրապետությունը դարձավ Ադրբեջանի կողմ, ես ասում եմ, Սամվել Շահրամանյանը ստորագրեց այդ հայտնի փաստաթուղթերը։ Սամվել Շահրամանյանը ասում է նաև ստորագրել է այն փաստաթուղթը, որով չեղարկվել է այդ որոշումը եւ լուրջ եք ասում։ Այո։ Հոկտեմբերով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս բրավայում։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դուք գիտեք այդ հարցի պատասխանը, հա, գիտեք։ Այդ Ադրբեջանի կազմում դեռ միջև է ճանաչվել Արցախի հանրապետությունը, միջև Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի։ Դուք երևի մոռացել եք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոքել բանակցային գործընթացից դուրս մղեց։ Զրոյական կետից եք սկսել, ձեր իշխանությունը զրոյական կետից է սկսել, ինչու՞ իրանց բանակցածը բերի։ Զրոյական կետից եք սկսել, չէ՞, ձեր կետից։ Հա, ժառանգել ենք մի այնպիսի իրավիճակ, որ փորձել ենք այդ զրոյական կետից սկսենք, բայց եկավ մի իշխանություն Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ Սամվել Շահրամանյանի եկավ այդ կապիտալիզացրեց այն ինչ որ դուք ասում եք։ Տեսել եք Նիկոլ Փաշինյանի, թեկուզ ասուլիսին նշեցրած այդ միտքը, որ ասում էր եւ ճանաչում են Ադրբեջանի ամբողջական տարածությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը եւ նաեւ այսպես կոչված անկլավները։ Լսել եք։ Հա, լսել եմ։ Այդ ժամանակ դեռ որևէ մեկը ոչ մի բան չէր։ Հա, դեռ հարցը ո՞րն է։ Իմ հարցն է, որ մինչև այդ ստորագրել արդեն Նիկոլ Փաշինյանը ճանաչել է, դա չէ։ Իսկ բա մինչև Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ չի եղել։ Ոչ չի եղել։ Դուք կարող եք հիշողության այդ խնդիրը։ Հայաստանը եւ վերջ։ Հետո տեսանք, որ ներողություն խնդրեց, որ շփոթվել է Արցախը։ Ասում եմ, իսկ մինչև այդ նման լուք հայտարարություններ չեք լսել, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերի հրապարակման մասին չեք հրապարակել ձեր իշխանությունը։ Ինչ փաստաթղթեր։ 2019 թվականին ինչ փաստաթղթերով է բանակցվել։ Խորհուրդ չեք տալիս Նիկոլ Փաշինյանին հրապարակել, պահանջում են նախկին նախագահները, որոնք ասում եք բանակցել։ Նախկին նախագահները բազմիցս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է բանավեճի եւ թողան հենց իրենք այդ դրա մասին եւ մնացած մի րոպե ասենք այդ փորձում են այդ փորձում են ինչ որ խուսափեն բանավեճից եւ թող կան երեք նախագահները վարչապետի այդ բանավի եւ Հաստատքները ինչն է Դուք ասում եք, երբ իմացել ենք, որ կաթողիկոսը խախտել է ուղղությամբ։ Հիմա ես գիտեք ինչ հարցերի մի րոպե։ Ժորժան, մի հարցը չավարտած է, մյուս հարցն եք տալիս։ Մի հատ կողմնորոշվեք նոր։ Ես հարց եմ տալիս։ Դուք ասում եք այն ժամանակ ենք բարձրաձայնել, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, երբ իմացել ենք, բայց քիչ առաջ ձեր թիմակից Արման Եղոյանը իմ մեծրույթում ասել էր, որ եթե հեղափոխության սկզբում մենք դա անեինք, մեզ կմեղադրեին եկած չեկած սենց է։ Մի րոպե։ Հիմա ում խոսքին հավատանք ձեր, թե պարոն Եղոյանի։ Ասում ում խոսքին։ Հարցը չլսեցի։ Ձեր ընկերը չի թողնում։ Մի րոպե։ Դուր հարցը։ Պարոն Խաչատյան։ Մի րոպե։
Արման Եղոյանը ասում է մենք այն ժամանակ էլ գիտեինք, ուղղակի որ նոր էինք եկել, մեզ կասեին եկած չեկած, այսպես վարվեցին։ Հիմա դուք էլ ասում եք, երբ իմացել ենք, որ կուսակրոնության ուխտ խախտել է, այն ժամանակ ենք բարձրաձայնել։ Հիմա ձեզ հավատանք, թե պարոն Եղոյանին։ Ես չեմ լսել, հիմա դուք ես չեմ լսել դուք պարոն Եղոյանը ինչ ասել, բայց ես կարող մի բան ասել, ամեն ինչ իր պետք է ցանկացած խնդիր պետք է բարձրացվի ճիշտ ժամանակին։ Ինչից որոշեցիք, որ հիմա է ճիշտ ժամանակը, այսինքն։ Որտեվ հիմա է։ Ինչից վերցրած։ Այսինքն ինչ է եղել, որ հասկացել եք հիմա է այդ ժամանակը։ Որտեվ տեսնում ենք, որ գնալով եկեղեցու հեղինակության հետ նորից եմ կրկնում որոշ հոգեվերականներ Կտրիժ Ներսիսյանի գլխավորությամբ հեղինակազրկում են։ Այդտեղ գնացեք ուրիշ Պարոն Խաչատրյան, մի հարց է, եթե Հալա մենակ ինքը չի, գնացեք ուրիշ եթե կաթողիկոսը ձեր իշխանության Ինչա։ Կաթողիկոսը դեմ չլիներ ձեր իշխանությանը եւ ձեր իշխանության ջրաղացին ջուր լցներ, աչք կփակեիք նրա կուսակրոնության այսպես ասած խախտմանը։ Առաջ տեղականը Թալանի մեջ կոռուպցիայի մեջ դատապարտված է, ձերբակալված է, գնում